Ողջույն բոլորին, մայիսի 5-ին 6-ին տեղի ունենալու աստղաթափ, նաև այդ օրը լինելու է Պլուտոնը հետադարձ ամսի 6-ին, դե արդեն 5-ին մոտավորապես քիչ-քիչ կանգ կառնի և կլինի հետադարձ։ Մայիսի սկզբին 2026 թվականին երկինքը մեզ կպարգևի գարնան ամենագեղեցիկ աստղագիտական տեսարաններից մեկը։ Էտա ակվարիդների մետեորային հոսքի գագաթնակետը։ Շատերի համար նման գիշերները դառնում են ցանկություններ պահելու, հանգիստ մտորումների և ներքին վերափոխման ժամանակը։ Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հնարավոր կլինի տեսնել վառ ընկնող աստղեր, որոնք ավանդաբար կապված են ոչ միայն երկնային ռոմանտիկ երևույթների, այլև նորացման, հույսի և ճակատագրական նշանների հատուկ զգացողության հետ։ Այս ժամանակահատվածում տարածության էներգետիկան փոխվում է, և դա նշանակում է, որ կարելի է այն օգտագործել սեփական օգտին։ Էտա ակվարիդների աստղաթափի առանձնահատկությունները։ Էտա ակվարիդները ամենամյա մետեորային հոսք են, որը կապված է հայտնի Հալեի գիսաստղի թողած մասնիկների հետ։ Ամեն տարի մայիսին Երկիրը անցնում է այդ հետքով, և երկնքում երևում են տասնյակ արագ ու վառ մետեորներ։ 2026 թվականին աստղաթափի գագաթնակետը կլինի մայիսի 5-ից 6-ը, և հենց այդ ժամանակ երկնքին հետևելը կարող է դառնալ շատ տպավորիչ։ Խորհրդանշական և զգայական տեսանկյունից նման երկնային երևույթները ընկալվում են որպես մաքրումի, անցյալը բաց թողնելու և երջանիկ փոփոխությունների հույսի շրջան։ Այն հատկապես լավ է երևում նախալույսի ժամերին, երբ երկինքը դեռ մութ է, իսկ մետեորների ակտիվությունը առավել բարձր։ Այս աստղաթափը համարվում է գարնան ամենագեղեցիկ երկնային երևույթներից մեկը։ Ինչ են խորհրդանշում ընկնող աստղերը։ Հին ժամանակներից ընկնող աստղերը ընկալվել են ոչ միայն որպես գեղեցիկ երկնային երևույթ, այլ նաև որպես հույսի, երազանքների և փոփոխությունների հետ կապված նշան։ Համարվում էր, որ նման գիշերներին հատկապես կարևոր է բաց թողնել ծանր մտքերը, մտածել լավի մասին, չվիճել, չկենտրոնանալ վիրավորանքների վրա, ցանկություն պահել, իհարկե, մաքուր սրտով։ Աստղաթափը կարելի է համարել նաև հիանալի առիթ՝ մի պահ կանգ առնելու, վերանայելու և հիշելու, որ կյանքը սահմանափակված չէ միայն առօրյա հոգսերով։ Եվ իհարկե Պլուտոնը նույնն է ասում. իր ետադարձով մեզ հնարավորություն է տալիս վերափոխելու մեր կյանքը։ Այսպիսի պահերը օգնում են զգալ ներշնչում, ներքին ազատություն և ապագայի նկատմամբ ավելի թեթև ու վստահ վերաբերմունք։ Ինչ կբերեն մեզ այս մետեորները մայիսի 5-ից 6-ը։ Առաջինը դա նորացման զգացումն է։ Մայիսի սկիզբը այն ժամանակահատվածն է, երբ շատերը արդեն ներսում զգում են փոփոխություններ։ Աստղաթափը կարող է ուժեղացնել այդ զգացողությունը և տալ վստահություն, որ ձեր առջև իսկապես նոր փուլ է բացվում։ Սա հիանալի պահ է մտքում բաց թողնելու այն ամենը, ինչը այլևս չեք ուզում տանել ձեզ հետ դեպի ամառ։ Երկրորդը դա ներշնչումն է և հույսը։ Ընկնող աստղերը միշտ էլ արթնացնում են երասկոտություն և ներքին հավատ լավագույնի հանդեպ։ Այսպիսի գիշերներին ավելի հեշտ է հիշել ձեր իրական ցանկությունները, ոչ միայն առօրյա խնդիրները։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր հոգնել են, անցնում են բարդ փուլով և կորցրել են ներշնչանքը։ Երրորդը դա կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկությունն է։ Նման երկնային երևույթները հաճախ ստիպում են մտածել. դեպի ուր եք գնում, ինչ եք սպասում և ինչ եք վաղուց ուզում փոխել։ Պարտադիր չէ հենց այդ օրերին կտրուկ քայլեր անել, բայց ապագայի մասին մտածելը կարող է շատ օգտակար լինել։ Հաջորդը դա էմոցիոնալ թեթևացումն է։ Գիշերային երկնքին հետևելը օգնում է նվազեցնել ներքին լարվածությունը։ 2026 թվականին դա իրոք արդիական է, քանի որ ամսասկիզբ ամսի 1-ին եղավ լիալուսին, և շատերի մոտ դեռ զգացմունքները շատ անկայուն են։
Աստղաթափը կարող է դառնալ գեղեցիկ և մեղմ կետ էմոցիոնալ վերալիցքավորման համար։ Հաջորդը դա ցանկությունների ժամանակն է։ Թեև գիտական տեսանկյունից ընկնող աստղերը չեն իրականացնում երազանքները, խորհրդանշական իմաստով սա շատ ուժեղ պահ է ցանկությունները ձևակերպելու համար։ Կարևորն այն է, որ չցանկանալ վախից, վիրավորանքից կամ ագահությունից դրդված։ Ամենալավն է մտածել այն մասին, ինչը իսկապես կարևոր է ձեր սրտի համար։ Ինչպես անցկացնել աստղաթափի գիշերը, որ օգտակար լինի ձեզ համար։ Դե կարող եք գնալ շատ բարձր տեղ։ Այս երկնային երևույթի մթնոլորտը զգալու համար ոչ մի բարդ բան պետք չէ։ Բավական է ընտրել հանգիստ վայր, տաք հագնվել, վերցնել վերմակ կամ տաք թեյ և թույլ տալ ձեզ մի փոքր լռություն։ Կարելի է պարզապես նայել երկնքին և հանգստանալ։ Մտքում բաց թողնել անհանգստացնող մտքերը, մտածել ապագայի մասին առանց շտապելու, ձևակերպել ցանկություն և զգալ այն, կարծես արդեն իրականացել է, կամ պարզապես վայելել պահը։ Դուրս գալ փողոց կամ քաղաքից դուրս, նայել երկնքին միայնակ կամ հարազատ մարդու հետ, թեկուզ մի փոքր ժամանակով անջատել հեռախոսը և մտածել լավի մասին։ Շնորհակալ լինել կյանքի համար, այն ամենի համար, ինչ արդեն կա։ Հիշել, թե իրականում ինչ եք ուզում ձեր ապագայից։ Երբեմն հենց այսպիսի պարզ պահերն են ամենաշատը հիշվում։ Էտա Աքվարիդների աստղաթափի գագաթնակետը ոչ միայն գեղեցիկ աստղագիտական երևույթ է, այլ նաև յուրահատուկ ժամանակ հույսի, ներշնչման և ներքին վերափոխման համար։ Այս մայիսյան գիշերներին ընկնող աստղերը կարող են հիշեցնել երազանքների մասին, ապագայի մասին և այն կարևորության մասին, որ երբեմն պետք է պարզապես կանգ առնել և նայել երկնքին։